Բարև ձեզ սիրելի ընկերներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սուրել իրենից եւ Աստծո Հիսուսի շնորհքով իրականացնել մեր կյանքում։ Թող Աստված մեզ օգնի իր Սուրբ Հոգին մեզ տա եւ առաջնորդի ամբողջ այս դասը Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս նոր տարում առաջին եռամսյակում մենք ուսումնասիրում մի թեմա, որ կոչվում է Աստծո սերը եւ արդարությունը։ Դրա համար ես կրում եմ սա, որ ամեն մեկը նորից հիշեցրեմ, դրեք ձեր անունը եւ սա Աստծո սերն է եւ սա Աստծո սերը կապված է մեր հետ։ Ուրեմն այսօրվա դասը կոչվում է երրորդն է արդեն եւ կոչվում է ինչպես հաճելի լինել Աստծուն։ Արդյոք հնարավոր է հաճելի լինել Աստծուն։ Եվ հիշելու համարն է Տեր Սոփոնիա 3:17 Տերը քո Աստվածը զորավոր է քո մեջ, նա փրկում է, նա ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, նա կհանդարտեցնի իր սիրով իր եւ ցնծությամբ պիտի գոչի քեզ համար։ Իսկն շատ պիտի ուրախանա քեզանով։ Ուրեմն պատկերացնենք այսպիսի տեսարան, որ 5-ամյա երեխան մոտենում է իր հորը եւ նվեր է տալիս իրեն, ասենք հայրերի օրվա արդի, նա հուզված հորն է մեկնում նվերը եւ պատկերացրեք, որ հայրը այսպես է ասում։ Չնայած ես չեմ պատկերացնում, որ սիրող հայրը կարող է այսպես ասել, բայց այսպես է ասում. Որդիս ինձ չի հուզում քո նվերը, ամեն ինչից զա դու չես կարող ինձ այնպիսի բան նվիրել, որ ուրախացնի ինձ, այն ամեն ինչ դու կարող ես ինձ տալ, ինձ էլ կարող եմ ստանալ ցանկացած բան, որ պետք է նվիրել կամ գնված է իմ գումարներով կամ պատրաստված է այն նյութերով, որոնց համար վճարել եմ, այնպես որ քեզ պահիր քո նվերը, ես ոչ չի կարիք չունեմ եւ չեմ ցանկանում այն, բայց բոլոր դեպքում ես սիրում եմ քեզ։ Ինչ կմտածեք այս հոր արձագանքի մասին։ Կմտածենք, որ այս հայրը անսիրտ է, անզգա է, սառն է, կարելի ասել նույնիսկ դաժան է, երբ որ իմ տղաները փոքր էին եւ այդպիսի փոքրիկ նվերներ էին տալի, թղթի վրա սիրտ նկարած կամ մի այլ բան գրած, ընդհանրապես սիրում եմ մամա եւ այլն, դա ամենաթանկարժեք նվերներ, որ ես կարող եի ստանալ եւ անչափ սիրով էր, անչափ ուրախությամբ էր լցնում իմ սիրտը։ Ուրեմն շատերը պատկերացնում են Աստծուն ինչպես այս հայրը, բայց դա իրականում այդպես չէ։ Կարող ենք արդյոք հաճոյանալ Աստծուն։ Դժվար է պատկերացնել, բայց նույնիսկ մենք ընկածյակներս ապականված մեղքով ու հակված չարին, այո, կարող ենք հաճելի լինել Աստծուն։ Այլ կերպ ասած, Աստված վերոհիշալ հոր տեսանկյունից չի նայում մեզ կամ մեր նվերներին, որ ընծայում ենք նրան։ Ընդհակառակը, մենք կարող ենք հաճո լինել Աստծուն, բայց միայն Քրիստոսի միջոցով։ Ուրեմն նախորդ դասի ժամանակ մենք ասեցինք, որ Աստված սիրում է բոլորին, յուրաքանչյուրին, անկախ ամեն ինչից։ Եվ սակայն Աստված ատում է մեղքը, քանի որ սիրում է մեզ եւ գիտի, թե ինչ է անում մեղքը մեզ հետ, նա դրա համար է ատում մեղքը, որտեղ մեղքը տանում է մեզ դեպի կործանում։ Կարդանք անառակ որդու մասին դրվագը Ղուկաս 15:11-32 համար։ Ղուկաս 15 Եվ ուրեմն այն երկար է, մենք գիտենք բոլորս այս առակը, որ մի մարդ երկու որդի ուներ եւ մեկը եկավ ասեց, որ գիտես, ես ուզում եմ հենց հիմա իմ մասը տաս ինձ եւ ես գնամ։ Իհարկե հայրը տխրեց, կարող էր մերժել, բայց այս հայրը ներկայացնում է Աստծուն եւ հայրը չէր ուզում զորով պահել իր մոտ որդուն։ Նա ուղղակի սուսուփուս նրա մասը տվեց
եւ վերցրեց այդ մասը եւ գնաց եւ ինչպես գիտենք անարակությամբ ապրեց, վատնեց իր հոր քրտինքով եւ ջանասիրությամբ աշխատած փողերը եւ երբ ամբողջը սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ եւ գնաց մեկի մոտ գործի ընդունվեց, որպեսի խոզերը պահի այդ մարդու եւ երազում էր այդ խոզերի ուտելիք ուտել, բայց դա էլ չէին տալի իրեն։ Եվ նոր իր միտքը պայծառացավ, որտեղ ինքը հիշեց մի փաստ, մի բան։ Տեսեք ինչ է ասում եմ։ Եվ սափելով ասաց. «Քանի վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ»։ Այսինքն, երբ որ ինքը սկսեց որպես վարձկան աշխատել, հիշեց իր հոր տան վարձկաներին եւ հիշեց, թե հայրը ինչպես հոգատարությամբ վերաբերվում է իր վարձկաններին։ Եվ ինչ ասում է, վեր կենամ, հորս մոտ գնամ ու նրան ասեմ. հայր, եղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ, ինձ քո վարձկաներից մեկն արա։ Տեսեք, ինքը անկեղծորեն է ապաշխարում, չի ասում դե լավ, ինչ բոլորներ սխալվում են, եթե չես ուզում որպես որդի ընդունես, գոնե վարձկան ընդունի, չէ, ինքը շատ խոնարհաբար ապաշխարում է եւ ասում է արժանի չեմ էլ քո որդին կոչվելու, որտեվ հասկացավ ինչ մեծ սխալ է թույլ տվել, որ հոր տարիների աշխատանքը վատնել է անարակության վրա։ Եվ մենք կարող ենք իհարկե մեր կյանքը վատնել, Աստված մեզ թանկագին րոպեներ, ժամեր, օրեր, ամիսներ ու տարիներ է տվել ապրելու համար, որպեսզի մենք փոխվենք, ընտրություն անենք, մեր հորը ընտրենք երկնային, փոխվենք, պատրաստվենք Հիսուսի գալուստին եւ նոր կյանքով ապրելուն։ Բայց մենք շատ անգամ վատնում ենք մեր ժամանակը, որ Աստված մեզ տվել է թանկագին ժամանակը, այնպիսի բաներով, որ բոլորովին չի մոտեցնում Աստծո արքայության, այլ հեռացնում է։ Եվ ինչու՞ չէ, նաև մեր փողերը, այնինչ որ Աստված մեզ պարգևել է։ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ, այսքան միայն չմտածեց եւ լավ է որ չվախեցավ, չասեց չէ ավելորդ հայրս ինձ չի ների։ Նո ինքը փորձ արեց, ինքը քայլ արեց, գնաց հոր մոտ։ Եվ ուրեմն ինչ տեղ ունեցավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ եւ գթաց։ Վազեց նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ Այսինքն այս հայրը ամբողջ տարիները սպասում էր նրան, ողբում էր, աղոթում էր, հուսացած էր։ Եվ վերջապես երևի ամեն օր դուրս էր գալի եւ նայում էր արդյոք իր որդին գալիս է հետ թե ոչ, սպասում էր հայրը։ Գիտեր, այն վաղ չկար, այն ժամանակ չկար հեռախոսներ եւ այլն, բայց հասկանում էր հայրը, որ առաջին քայլը արդեն սխալ էր, որ ինքը վերցրեց ու գնաց եւ գիտեր դրա հետևանքը ինչա լինելու, այնպես էլ Աստված գիտի։ Եվ ամեն օր հույսով սպասում էր, ինչպես Աստված ամեն օր հույսով սպասում է յուրաքանչյուրիս համար, որ մենք քայլ կանենք դեպի իրեն եւ կրադառնանք դեպի իրեն։ Եվ այս դրա պատճառով որ դեռ հեռու էր իր որդին եւ 100%-ով լիովին փոխված էր, այսինքն քրչոտ շորերով, սարսափելի նիհարած, կեղտոտ, բայց հայրը ճանաչեց, որ դա իր որդին է, հեռվից ճանաչեց։ Միգուցե քայլվածքից, միգուցե չգիտես, իր որդին էր, հայրական սիրտը զգաց։ Եվ ինքը վազեց ընդառաջ, չնայած այդ ժամանակ ամոթ էր, որ հայրը իրան այդքան թեթևացներ եւ վազեր, այն էլ անառակ որդուն դիմավորեր այդպես։ Վազեց, ասում է, վզովն ընկավ ու համբուրեց նրան եւ որդին նրան ասեց, ուրեմն սկսեց իր պատրաստած, որ պատրաստել էր, ինչ ասեր. Հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ եւ ուզում էր շարունակել, որ ինձ որպես վարձկան ունես, բայց հայրը չթողեց։ Կիսատ մնաց, որդու խոսք ասեց։ Ասում է հայրն իր ծառաներին ասաց. իսկույն բերեք լավագույն պատմուճանով հագցրեք նրան,
Մատին մատանի դրեք եւ ոտքերին կոշիկներ։ Բերեք պարարտ եզ, մորթեք ուտենք ուրախ լինենք, որտեւ իմ այս որդին մեռած էր ու կենթանացավ, կորած էր ու գտնվեց։ Այսինքն ինչքան էլ որ մեղքով կեղտատված լինի մարդը, ինչքան էլ որ դեֆորմացված լինի, ինչքան էլ որ վատ վիճակում լինի, մենք բոլորս Աստծո զավակներն ենք, ոմանք մոլորված, ոմանք արդեն գտնված։ Եվ Աստված սպասում է, որ այս գտնված զավակները կդրթեն մոլորված զավակներին վերադառնալ։ Եվ ինչպես է ուրախանում Աստված, երբ իր մոլորված զավակը հետ է դառնում։ Այս հայրը, չնայած որդին այդպես ապիկար ձևով վարվեց, բայց շարունակում էր սիրել, ոչ քիչ, քան թե մյուս որդուն, որ մնացել էր եւ իր հետ հավասար աշխատում էր, օգնում էր։ Այսինքն հավասար սիրում էր հայրը, նույնպես Աստված հավասար սիրում է մեզ եւ ամեն ինչ անում է, որպեսզի մենք դա հասկանանք եւ իր մոտ վերադառնանք։ Եվ սկսեցին զվարճանալ։ Իհարկե մեծ որդին գալիս տեսնում եւ ասում ես ինչ բան է, ինքը վատնեց քո ամբողջ ունեցվածքը, բայց դու նորից ընդունում ես իրան եւ այլն եւ այլն։ Բայց ասում է ես այսքան ժամանակ ուզեցել եմ ասենք թե քեֆ անեմ ընկերների հետ, բայց մի հատ ուլ էլ չեմ վերցրել որ մորթեմ։ Հայրն ասում է բոլորը քոնն էր, քեզ նույնիսկ պետք չէր որ հարցնեիր վերցնես թե չէ։ Ինչ որ ես ունեմ քոնն է։ Բայց դու ուրախացիր, որ այս քո եղբայրը կորած էր, մոլորված էր, կործանման ճանապարհին էր, բայց հետ եկավ։ Ուրախացիր, այլ ոչ թե տխրիր։ Այսինքն իրական քրիստոնյան ամեն մի դարձի գալացողի վրա ուրախանա, ոչ թե կասի, օ ես 1000 տարվա հավատացյալ եմ, այս եկավ ինձ հավասարվի։ Իհարկե, Աստծո սիրո առջև բոլորը հավասար են։ Բոլորը նույն գինը ունենա, Քրիստոսի թափած Սուրբ արյունը։ Եվ եթե սա չենք հասկանում, ուրեմն պետք է մեր վիճակի մասին մտածենք եւ Աստծո մոտ գնանք եւ հասկանանք, թե որտեղ ենք մենք մոլորված, եթե այդպես չենք մտածում։ Եթե չենք ընդունում այդ մարդկանց որպես մեր եղբայրներ եւ քույրեր, որովհետեւ մենք աղոթում ենք հայր մեր, որ երկնքում ես։ Այսինքն այդ ասված բոլորի հայրն է եւ բնականաբար բոլորը մեր քույր ու եղբայրներն են, ոմանք վատ մեղավոր վիճակում, ոմանք լավ վիճակում։ Ուրեմն Աստծո կերպարը հենց այս հայրն է, ոչ թե այն հայրը, որ մենք սկզբում ասեցինք։ Ուրեմն սա վկայում է Աստծո սիրո մասին, մեծ սիրո եւ կարեկցանքի մասին յուրաքանչյուր զավակի հանդեպ։ Ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է նա ուրախանում թեկուզ մեկ մարդու տուն վերադառնալու համար, որքան հրաշալի է մեր Աստվածը։ Եվ հետաքրքիր մյուս որդու արձագանքը, հույս ունենանք, որ այդ որդին հասկացավ եւ սիրով լցվեց դեպի իր եղբայրը, այսինքն մենք չնմանվենք այդ մյուս որդուն, չմտածենք, թե մենք լավն ենք, ինքը վատն էր, բայց Աստված մեզ հավասար սիրում է, դա անարդար է, ոչ դա անարդար չի, մենք բոլորս Աստծո զավակներ ենք։ Եթե մենք ծնող ենք եւ ունենք երկու զավակ, որոնցից մեկը ենթարկվում է սիրով, ենթարկվում է ձեզ, լսում է եւ քարը ոտին չի կպնում, որտեւ իր ծնողին լսում է, այսինքն փորձառու ծնողին։ Իսկ մյուսը չի ուզում լսի ու անդադ դժբախտությունների մեջ է ընկնում։ Չի նշանակում, որ ծնողը ավելի քիչ է սիրում այն մյուսին։ Հակառակը ավելի տխուր է նրա համար, ավելի շատ հոգս է անում նրա համար, ավելի շատ է ուզում նրան ցույց տալ, որ նա շարունակում է սիրել, որպեսզի վերադարձնի ճիշտ ճանապարհին։ Աստված տա, որ մենք չնմանվենք այդ մյուս որդուն։
Որքան էլ մեզ համար դժվար լինի պատկերացնել, Աստծո համար յուրաքանչյուր մարդ աներեկայելի արժեք է։ Ահա թե ինչու նա ուրախանում է անգամ մեկ հոգու փրկությամբ։ Եվ նորից այստեղ բերում է Սոփոնիա 3:17 համարը հիշելու համարը, ուրեմն այստեղ տեսեք մի քանի ձևով է Աստված արտահայտում իր սիրո խոսքեր, ասում է նա ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, տեսեք, ուրախությամբ հրճվի, կհանդարտեցնի, սիրով, ցնծությամբ կգոչի, այսքան 6 հատ բառ վերաբերվում է սիրուն, կարծես թե այդ մեկ բառը հերիք չէր, որ Աստված իր սերը արտահայտի, այլ բոլոր այս բազմաթիվ խոսքերով ասում է, թվում է այս բառեր յուրաքանչյուրն ինքնին բավարար չի նկարագրելու Աստծո հրճվանքի չափը փրկության օրը։ Այսինքն Աստված անսահմանորեն է ուրախանում, երբ որ իր մոլորված զավակները վերադառնում են, ուշքի են գալիս եւ վերադառնում իր մոտ։ Եվ ուշադրություն դարձնենք, որ այստեղ այս համարի մեջ ասում է Աստված իր ժողովրդի մեջ է։ Սիրո հարաբերություններում ծագող հաշտությունը տեղի ունենում Աստծո անմիջական ներկայության մեջ, ինչպես հայրը, որ հեռվից տեսավ որդուն եւ ընդառաջ վազեց, այնպես էլ Աստված է գտնվում իր ժողովրդի մեջ։ Եսայա 62:4 համարում համեմատում է ամուսնության հետ եւ ասում է, որ դու էլ չես կոչվի թողնված, այլ կոչվես ամուսնացած, Աստված իր ժողովրդին է ասում։ Ինչու, որտեղ ինչպես ասվում է համարում, Տերը հավանալու է քեզ եւ քո երկիրը կամուսնանա։ Աստծո ուրախության գագաթնակետը կլինի վերականգնման օրը, երբ նա ընդունի իր ժողովրդին եւ ուրախանա մեզ համար, ինչպես հայրն ուրախանում անառակ որդու համար, կարդանք Եփեսացիս 5:25-28 համարները, Եփեսացիս 5 25-28 համարները, այստեղ Պողոսն էլ համեմատում է, տեսեք ինչ է ասում։ Ամուսիններ, սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց, որպեսզի նրան սրբացնի մաքրելով ջրի ավազանով, խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի, ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց բարևինները, ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում։ Ուրեմն այստեղ ինչ է խոսում, ինչու է Աստված ասում ամուսնացած քեզ կհամարեն, այսինքն ճիշտ է այսօրվա աշխարհում արժեքները փոխվել են, դրությունները փոխվել են, բայց առաջ եւ հիմա էլ կան նորմալ ընտանիքներ, որ ուրեմն երբ որ աղջնակ է ծնվում ընտանիքում, հայրը եւ եղբայրը տեր են կանում, չէ՞, այսպես ասենք։ Երբ որ ամուսնանում են, նրանք արդեն փոխանցում են դա, նրա ամուսինը պիտի հոգա եւ տեր կանի այդ կնոջը։ Այսինքն այս կինը անտեր չի։ Ճիշտ է, հիմա առանց ամուսնանալու կարան կանայք իրանց տեր կանեսկն աշխատեն, փող աշխատեն եւ այլն, հիմիկվա աշխարհը փոխված է։ Եվ շատ անգամ նույնիսկ ամուսնանում են եւ շատ հուսահատվում են, որտեղ ամուսինը սպասում է, որ կինը աշխատի եւ իրեն պահի, ոչ թե ինքը աշխատի կնոջը պահի։ Կամ ուզում են, որ միայն կինը իրենց մասին հոգա, որ իրանք ոչ մի հոգատարություն չցուցաբերեն կնոջ հանդեպ։ Շատ այդպիսի կուլտուրաներ կան, որ այդպես են վերաբերում կնոջը, բայց այստեղ ինչ է ասում։ Ասում է կնոջը սիրողը իրեն է սիրում, այսինքն ինչպես որ քեզ է սիրում, այնպես էլ քո կնոջը պիտի սիրես, եւ համեմատում ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց։ Այս համարները ոչ միայն ընդգծում են, թե որքան անշահախնդիր ու զոհաբերական պետք է լինի ամուսնու սերը կնոջ հանդեպ, այլև ցույց են տալիս, որ Քրիստոսն ինքը սիրում է իր ժողովրդին, եկեղեցին, որպես իր մի մասը։ Մենք անտեր չենք, մենք ունենք Տեր, երկնային մեր հզոր հայրը, սիրող եւ հզոր հայր։ Ինչպես է հնարավոր, որ տիեզերքի Աստվածը ուրախություն գտնի սորական հասարակ մարդկանց մեջ, տիեզերքի հնարավոր է անսահմանության մեջ ծվարած մի չնչին մոլորակի վրա բնակվող վաղանցիկ էակներով։ Ինչպես է հնարավոր, որ մարդիկ այդքան մեծ նշանակություն ունենան գերագույն էակի համար։
ով ամենազոր է և ոչինչի կարիք չունի։ Ուրեմն կարդանք առակներ 15 գլխի 8-9 համարները, առակներ 15 գլխի 8-9 համարները։ Անիրավների զոհը զզվելի է Տիրոջ համար, բայց ուղղամիտների աղոթքը նրան հաճելի է։ Տեսեք, այս անիրավը կարող է լինել հարուստ և մեծ զոհ տալ Աստծուն։ Բնական չէ, հարուստ մարդիկ, օրինակ Հայաստանում Խողենտալի եկեղեցի են կառուցում, Խողենտալի Հիսուսի արձանն են կառուցում, բայց միթե Աստված դա է ուզել մեզանից։ Ոչ մի նման խոսք չկա։ Իհարկե, որտեղ որ ճշմարիտ եկեղեցին է, պետք է այսքան զոհաբերել եւ որպեսզի եկեղեցի լինի։ Որտեղ որ կա եկեղեցի, այսքան այդ ժողովուրդը պետք է հավաքվելու տեղ ունենա։ Բայց ասում է, եթե աներևությամբ ես աշխատում այդ փողը, անիրավ ես, զզվելի ասում է քո զոհը Տիրոջ առաջ, բայց արդարները, նույնիսկ եթե աղքատ են, նույնիսկ եթե միայն իրենց աղոթքը կարող են զոհաբերել, ասում է, ուղղամիտների աղոթքը նրան հաճելի է, ուղղամիտների, որոնք ուղիղ միտք ունեն։ Անիրավի ճանապարհը Տիրոջ համար զզվելի է, բայց արդարությանը հետևողին նա սիրում է։ Աստված կաշառակեր չի, մենք չենք կարող Աստծուն կաշառել Հիսուսի արձաններով կամ, չգիտեմ, ահռելի եկեղեցիներ կառուցելով եւ այլն։ Ոչ։ Հիսուսը պարզ ասում է, ինչով կարող ենք մենք հաճելի լինել իրեն։ Նորից հիշենք այն առակը, որ ասում է, երբ որ Հիսուսը գա որպես թագավոր, եւ նրանք ովքեր փրկվել են, ասել են, ես սոված էի, դուք ինձ կիրակրեցիք, աղքատ էի, տկլոր էի հագցրեցիք, բանտում էի այցելեցիք, հիվանդանոցում էի այցելեցիք եւ այլն եւ այլն։ Սա է փրկության հիմունքը։ Դու կարող ես իմանալ ճիշտ հավանաբանությունը, բայց եթե դու չես ապրում Աստծո սերը քո սրտում լցված դեպի մյուս մարդիկ, նրանց հանդեպ ովքեր ավելի վատ վիճակում են, քան թե դու, ուրեմն զուր է քո այդ հավատքը, որտեղ ասում է Աստված արդարությանը հետևողին սիրում է։ Հիմա սա ինչ է նշանակում, Աստված բոլորին է սիրում։ Բայց ինչ է նշանակում սիրել, երբ որ մարդը մյուսին սիրում է, հաշվի առնել մյուսի, այստեղ գրած է դրական հետաքրքրություն է, բայց սխալ է թարգմանված, interest, այսինքն շահերը, պետք է հաշվի առնել շահերը ուրիշի, այլ ոչ թե միայն քո շահերը, եւ հոգալ իրենց կարիքները։ Այս երկուսն են ցույց տալի, որ դու սիրում ես։ Ոչ միայն քո շահերի մասն ես մտածում, այլ առաջինը ուրիշի շահերն ես դնում։ Եվ իհարկե արդար շահերը, ոչ թե եսասեր կամ այլ վատ շահեր։ Եվ հոգում ես նրանց կարիքներ, եթե իրենք չեն կարող հոգալ, ինվալիդ են կամ անդամալույց են կամ շատ անգամ ասել են, կամ որբ են, կամ ի վիճակի չեն։ Եվ սա է ցույց տալի սերը։ Աստված դժգոհ է ժողովրդից, երբ նրանք չարություն են գործում։ Այս համարները սովորեցնում են, որ այն ժամանակ, երբ ամբարիշտների զոհը եւ ճանապարհը զզվելի է Տիրոջ համար, ուղղամիտների աղոթքը նրան հաճելի է եւ արդարության հետևողին նա սիրում է։ Ուրեմն այս հատվածը ցույց է տալիս ոչ միայն այն, որ Աստծուն տհաճ է չարիքը, այլև այն, որ նա ուրախանում է բարի գործերից։ Նա նաև միևնույն հարթության վրա է դնում աստվածային հիացմունքն ու սերը, ցույց տալով Աստծո սիրո եւ հիացմունքի խոր կապը, որն առկա է ողջ Սուրբ գրքում։
Սաղմոս 146-ում ասում է Տերը սիրում է արդարներին։ Երկրորդ Կորինթացիս 9:7-ը ասում է Աստված սիրում է հոժարությամբ տվողին։ Նախ ուշադրություն դարձրեք, թե ինչ չեն ասում այս համարները։ Այնտեղ չի ասում, որ Աստված սիրում է միայն արդարներին կամ Աստված սիրում է միայն հոժարությամբ տվողներին։ Աստված բոլորին է սիրում։ Սակայն այս համարների գլխավոր իմաստն այն է, որ փոխանցեն հետևյալ միտքը Աստված առանձնահատուկ է սիրում արդարներին եւ հոժարությամբ տվողին, այսինքն ուրախանում է։ Հայրը այն առակի մեջ երկուսին էլ սիրում էր, հավասար սիրով, բայց ուրախանում է, երբ որ այն մյուսը հետ է գալիս եւ ծնող ես նորից, եթե մի երեխա ճիշտ ճանապարհով է գնում, ուրախանում ես։ Այդ երեխան անդադար ուրախացնում է քեզ, մյուս սխալ ճանապարհով է գնում։ Եվ չնայած դու սիրում ես իրեն, ամեն ինչ անում ես, որ ինքը հասկանա, բայց տխրում ես, սիրում ես իրեն, բայց տխուր ես, որովհետև գիտես այդ սխալ ճանապարհը ուր է տանելու։ Այսինքն Աստված բոլորին հավասար սիրում է, բայց նրանք ովքեր հնազանդվում են իր խոսքին, ուրախացնում են իրեն։ Եվ մեր ընտրության մեջ արդյոք մենք ուզում ենք ուրախացնենք մեր երկնային Հորը, մեր ստեղծիչին, արարիչին, փրկչին, թե տխրեցնենք։ Սա է ամբողջ հարցը։ Նա տխրում է, որ մենք չենք ուզում փրկության ճամփան ընտրել եւ վերջի վերջո կորչելու ենք, որտեղ նա հավասար սիրով ստեղծել է բոլորին։ Եվ բոլորին հավասար շանս է տվել, հավասար հնարավորություն ընտրելու փրկությունը։ Ուրեմն Աստված սիրում է այս եւ մյուս մարդկանց այն իմաստով, որ գոհ է նրանցից։ Մտածեք այն մասին, թե որքան սերտ պետք է կապված լինեն երկինքն ու երկիրը, որ տիեզերքի արարիչ Աստվածը կարողանա այդքան խոր ու նույնիսկ հուզական հարաբերություն ունենալ մեզ հետ։ Ինչ հույս պետք է տա այդ զարմանալի գաղափարը հատկապես դժվար ժամանակներում։ Շատ մեծ հույս։ Ինչպես կարող ենք մենք ընկած ու մեղավոր էակներս հաճո լինել Սուրբ Աստծուն։ Կարդանք Հռոմեացիս 8:1 համարը, Հռոմեացիս 8:1 Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար, եւ նաեւ կարդանք Հռոմեացիս 5:8 համարը։ Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Աստված շնորհ է պարգևում մարդուն նախքան նա կարձագանքի այդ շնորհին։ Նախքան մենք ինչ որ բան կասենք կամ կանենք, Աստված դիմում է մեզ եւ հնարավորություն տալիս ընդունելու կամ մերժելու իր սերը։ Անցած անգամ ասինք, անդադար ուղարկում է իր սիրո նշանները, այս կապը, որ կա մեր ու Աստծու միջև, սա անդադար նվերներ է ինքը մեզ ուղարկում, որպեսի շահի մեր սերը, այսինքն որպեսի ցույց տա, որ միայն նա է հոգում մեր մասին, միայն նա է մտածում մեր շահերի մասին, այլ ոչ թե իր թշնամի Սատանան։ Սատանան միայն խաբում է։ Նա Սատանան գայթակղում է, որ հետո սպանի մարդու, որ հետո լիովին ոչնչացնի նրան։ Ուրեմն մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ, անգամ հավատքով հաճելի լինել նրան մեր փրկչի աշխատանքի շնորհիվ։ Առաջին Պետրոս 2:4-6 համարները, Առաջին Պետրոս 2 4-6 համարները։ Մոտ են կենդանի վեմին, որը թեև մարդկանցից մերժված, բայց Աստծո առաջընտրյալ ու պատվական է։ Իսկ դուք կենդանի քարերպես կառուցվում եք որպես հոգևոր տաճար Սուրբ քահանության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք։
Ուրեմն, որտեղ գրքում էլ կա, ահա Սիոնում դնում եմ ընտիր պատվական անկյունակար եւ նրան հավատացողը չպիտի ամաչի, այսինքն Հիսուսին հավատացողը չի ամաչի։ Եբրայեցիս 11:6 համար Բայց առանց հավատի անկարելի է Աստծո հաճո լինել, որտեղ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա եւ իրեն փնտրողներին բարձրահայտույց է լինում։ Առանց Աստծո միջամտության ընկած մարդիկ ընդունակ չեն որևէ արժեքավոր բան տալ Աստծուն, սակայն Աստված իր ողորմությամբ ու շնորհով ճանապարհ հարթեց Քրիստոսի ծառայության միջոցով։ Հատկապես Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցել։ Շատերը ասում են, դե շատ մարդիկ կան, որ լավություն են անում, բարի գործեր են անում, բայց գիտեք, երբ որ մարդու սրտում ապրում է Հիսուսը, մարդը ուրիշ ձև է դա անում։ Այսինքն երկնային սերը, երբ որ ապրում է մարդու մեջ, դա բոլորին այլ կերպ է տեղ ունենում։ Ոչ թե նա անում է դա, որպեսզի իր անունը բարձրացնի, որպեսզի բոլորի առաջ գլուխ գովա, որպեսզի բոլորը մարդկանց հաճությունը գրավի, որ ասեն, վայ, ես ինչ լավ մարդ է, վայ, գիտեք, այսքան բան արել։ Այլ բայց Աստծո սեր ունեցողը ուրիշ ձևով է դա անում։ Դա անում է, որտեվ սիրում է, որովհետև չի ասում ես սենց եմ, ես սենց եմ, ասում է ես արեցի այն ինչ որ պարտավոր էի անել։ Մտքիս է գալի Տժվժիկ ֆիլմը, որ շատ լավն է, եւ հիշում եք, որ այդ հարուստը տեսավ էս աղքատ մարդը փող չունի, որ միս առնի, եւ ինքը փողը վճարեց, ասեց տար չոջուխներ դուր թող ուտեն, այսքան տարեք երեք աղքատ ընտանիք է երեխաներ ունի։ Այդ մարդը ուրախությամբ շնորհակալություն ասում, վերցնում է տանում է ուտում, մենք կշտանում են եւ հետո ամեն անգամ երբ որ տեսնում ես աղքատ մարդուն ասում է, հա, Տժվժիկը համով էր եւ բոլորին պատմում է թե ինքը ինչ է արել։ Այսինքն հասնում է այն աստիճանի, որ այս աղքատ մարդը իր վերջին փողը տալիս է, առնում է միսը եւ տանում խցում է այդ հարուստի առաջ, ասում է արքո միսը, խնդրում եմ մենակ դադարիր ամենտեղ պատմելուց եւ ամեն անգամից տեսնելուց հարցնել թե Տժվժիկը համով էր արդյոք։ Այսինքն տեսեք, ուշադիր լինենք, թե ինչի համար ենք մարդուն լավություն անում։ Իրոք սիրում ենք, իրոք ուրախանում ենք, որ այդ մարդուն ուրախացնում ենք, թե այս հարուստ մարդու պես Տժվժիկի պատմություն ենք սարքում։ Ուրեմն Քրիստոսի միջոցով տեսեք ինչ է ասում։ Առանց հավատի անկարելի Աստծուն հաճո լինել, Քրիստոսի միջնորդական աշխատանքի միջոցով Աստված հավատացյալներին ընդունակ է դարձնում ամեն բարի գործի մեջ հաստատ իր կամքը կատարելու եւ ձեր մեջ թող կատարի ինչ որ հաճելի է իր առաջ Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք հավիտյանց հավիտենից ամեն։ Եբրայեցիներ 13:21 ասում է Աստված ստեղծում է ձեր մեջ ցանկությունը եւ անելը իր բարեհաճությունով։ Այսինքն Աստված փոխում է մեր սիրտը, իրպես է սարքում։ Նրանք, ովքեր այսքան այնպիսի, որ բարի գործ անում է սիրուց դրդված այդ մարդու հանդեպ, այլ ոչ թե ինչ որ շահի համար կամ ինքը իրեն բարձրացնելու համար։ Նրանք, ովքեր հավատքով պատասխանում են Աստծուն, արդար են համարվում նրա առաջ, շնորհիվ Քրիստոսի միջնորդության, ում արդարությունն է միայն որ ընդունելի է, իսկ նրանք, ովքեր պատասխանում են Աստծո սիրառատ կոչերին, արժանի են համարվում շնորհիվ Քրիստոսի միջնորդության։ Եվ նա վերափոխում է նրանց իր նմանությամբ։ Աստծո փրկագնական աշխատանքը կատարում է ոչ միայն հանուն մեզ, այլև մեր մեջ։ Քանի որ Աստծո ողորմածության ու միջնորդության հովանու ներքո ենք, Աստված ուրախանում է իր սիրո ամենափոքր դրական արձագանքից անգամ, շնորհիվ նրա, ով միայն արժանի է սիրո եւ ինքն է համարվում միակ կատարյալ արդարը,
Մեզանից յուրաքանչյուրը կարող է արդարների եւ Աստծո սիրելիների շարքին դասվել, ովքեր հավերժ կապրեն նրա հետ կատարյալ սիրո մեջ։ Դա փրկագնման մեծ հույսն է, որը Քրիստոսի մեծ գործն է մեզ համար երկնքում։ Հնարավոր է դուք մտածեք, արդյոք դա ինձ էլ է վերաբերվում։ Իսկ եթե հանկարծ ես բավականաչափ լավը չեմ, իսկ եթե վախենում եմ, որ բավականաչափ հավատք չունեմ, դրա համար մենք կկարդանք Մարկոս 9 գլխի 17-ից 29 համարները, Մարկոս 9 գլուխ 19-ից 27 համարները, քանի որ երկար է մենք անցել ենք Մարկոսը եւ այս մասը մանրամասն ուսումնասիրել ենք։ Դա այն մասն է, որ այդ որդին բերել էր, հայրը բերել էր որդուն, որպեսզի աշակերտները բուժեն, բայց նրանք չէին կարողացել, որտեղ իրենց սրտում դառնություն կար։ Այսինքն ինչու է Հիսուս այս երեքին վերցրել, հետը գնացել Սար, իսկ մեզ թողել այստեղ։ Այդ վիճակում չնայած իրանք դրանից առաջ արել էին հրաշքներ, բայց հիմա չէին կարողանում անել բուժել, որտեղ դառնություն կար իրենց սրտում, մեղք կար։ Եվ ուրեմն Հիսուսը գալիս է տեսնում է այս վիճակն է, եւ հայրը նկարագրում է, ասում է. «Վարդապետ, քեզ մոտ են բերել իմ որդուն, որն իր մեջ պիղծ ոգի ունի եւ համրացել է, որտեղ այն նրան բռնում է, գետնով է տալիս եւ նրա բերանից փրփուրը է դուրս գալիս, ատամներն է կրճտացնում եւ փայտանում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն դրան, բայց չկարողացան»։ Նա ուրեմն նրան ասեց, Հիսուս ասեց, ինձ մոտ բերեք։ Եվ հենց այդ ժամանակ ոգին ցնցեց տղային, նա անկապ գետին թավալվում էր ու բերանից փրփուր էր դուրս գալիս։ Հիսուսը հորը հարցրեց, որքան ժամանակ է նրան այս պատահել, նա ասաց, մանկությունից։ Շատ անգամ նրան նաև կրակի ու ջրի մեջ է գցել, որ կորստյան մատնի, բայց եթե կարող ես մի բան անել, գթա մեզ եւ օգնիր։ Այս եթե բառը ցույց էր տալի, որ այս մարդը չի հավատում։ Եվ Հիսուսը ինչ է ասում նրան, ասում է. նույն ձևը պատասխան, եթե կարող ես հավատալ։ Այսինքն դու չես հավատում, որ եթե ես կարող եմ, բայց եթե դու կարող ես հավատալ, հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է։ Եվ հայրը հասկանում է իր սխալը։ Ինչպես այն մարդուն ասեց, հիշում եք, ասեց մինչև հրաշք չտեսնեք եւ այլն եւ այլն, այդ մարդ հասկացավ, ասեց խնդրում եմ շտապիր, եկ քանի իմ զավակը չի մեռել եւ նույնը այս մարդն է ասում, հասկանում է իր սխալը եւ ինչ է պատասխանում։ Այդ ժամ տղայի հայրն աղաղակեց ու արտասկով ասաց. հավատում եմ Տեր, օգնիր իմ անհավատությանը։ Եվ այդ ժամանակ Հիսուսը հրամայում է, ասում է համարոխուլ ոգի, ես քեզ հրամայում եմ դուրս արի նրա միջից ու այլևս չմտնես նրա մեջ։ Եվ ոգին աղաղակելով ու տղային սաստիկ ցնցելով դուրս ելավ, եւ տղան մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասում են, թե մեռավ, Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան եւ նա ոտքի կանեց։ Այսինքն այս մարդու մոտ մի փոքր հավատք հայտնվեց։ Եթե գրամներով ասենք, մի գրամ կամ 0.5, չգիտեմ, քանի գրամ։ Եվ դա միայն բավական էր արդեն։ Հիսուսը չասեց, նայ, քո հավատքը շատ քիչ է։ Այս քո որդուն բուժելու համար։ Գնա, երբ որ 10 գրամ հավատք ունենաս, այդ ժամանակ է տարի չէ։ Հիսուսը սպասում է նույնիսկ մի կաթիլ հավատք, եթե մենք ունենք, նա մեզ ընդառաջ է գալիս։ Մի կաթիլ հավատք։ Եվ իհարկե հետո, երբ որ մարդ դարձի է գալիս շնորհքով, այդ մի կաթիլ հավատքը շատանում է, մեծանում է։ Եվ ինչպես այս անառակ որդին ընդհանրապես մի քայլ արեց, որոշեց վերադառնալ։ Դա է միայն ուզում Աստված։ Ուզում է, որ մի քայլ անենք դեպի իրեն վերադառնալ, մի կաթիլ հավատք ցույց տանք։ Այսինքն այդ որդին հավատք ցուցաբերեց, որ հետ եկավ, հավատում էր, որ հայրը կընդունի իրեն։ Եվ իհարկե հույս չուներ, որ որպես որդի ընդունի, բայց գոնե որպես վարձքան։ Բայց հայրը ավելի շատ ցույց տվեց, քանի ավելի շատ սեր ցույց տվեց, քան թե որ այս զավակը հույս ուներ։ Նույնը երկնային Աստվածն է։ Եթե կարծում եք, որ այսինքն մի փոքր
Աստված շատ է, Աստված լիովին է ձեզ սիրում։ Ինքը ուզում է, որ դուք իր որդին դառնաք, այլ ոչ թե վարձկա։ Եվ սպասում է ձեր քայլին։ Աշակերտները չկարողացան դուրս հանել Դևին եւ թվում էր ամբողջ հույսը կորած է, բայց Հիսուսը մոտեցավ եւ ուրեմն ասաց, որ ինչ որ նոր կարդացինք, այո, Եբրայեցիներ 11:6 ասում է առանց հավատքի անկարելի է հաճո լինել Աստծուն։ Հավատքն է, գոնե մի կաթիլ հավատքն է, որ մեզ դրդում է, որ առաջին անգամ ծնկի գանք ու աղոթ կանենք Աստծուն։ Դա Սուրբ Հոգին է, որ աշխատում է, որ ձգտում է մեզ համոզել։ Հիսուսն ընդունում է ամենափոքր հավատքն անգամ եւ հավատքի միջոցով, Քրիստոսի բարեխոսության միջոցով մենք կարող ենք հաճո լինել Աստծուն։ Հավատքի եւ հանուն մեզ կատարվող Քրիստոսի աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք արձագանքել Աստծուն հաճելի ձևով։ Նա միայն մեր արձագանքին է սպասում։ Ոչ թե այն արձագանքին, որ փքված գայս է ասում ես, ես արժանի եմ Աստծո հետ շփվելու, ինչպես այն փարիսեցին։ Ոչ։ Աստված սպասում է մեր արձագանքին, որ մենք հասկանանք, որ մենք լիովին կախված ենք իր ողորմությունից ու սիրոտ, եւ որ մենք հավատում ենք, որ ինքը սիրում է մեզ առանց պայմանների։ Ինչպես մարդն ուրախանում, երբ երեխան իրեն նվեր է բերում, որը հակառակ դեպքում որևէ արժեք չէր ունենա։ Այսպիսով մենք պետք է հետևենք Պողոսի խորհրդին, նպատակ ունենալով հաճելի լինել նրան։ Մենք պետք է խնդրենք, որ Աստված փոխի մեր հետաքրքրությունները, ներառնելով այն մարդկանց, որոնց սիրում ենք, եւ այնպես ընդարձակի մեր սերը, որ այն տարածվի ուրիշների վրա։ Կարդանք Հռոմեացիս 12:10-13 համարները, եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ, կարող ասենք մարդասիրության մեջ, նշանակում միակ եղբայրները պետք է իրար սիրեն, քույրերը չպետք է իրար սիրեն։ Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասիրտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցեք, այսինքն իրար պատվեք, այլ ոչ թե ցածրացրեք։ Ջանասիրության մեջ մի ծուլացեք, հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, մշտապես աղոթեք, սրբերի կարիքներին հաղորդակից եղեք, հյուրասիրությանը հետևեք։ Եթե Աստված մեզ ընդունում է Քրիստոսի միջոցով, որքան ավելի մենք պետք է ընդունենք ուրիշներին։ Մեր ցավորին մեր անձի պես սիրելու պատվիրանը եւ ոսկե կանոնը մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում ես, որ քեզ հետ վերաբերվեն։ Ինչ լույս է սփռում այս գաղափարի վրա։ Վերջում կարդանք Դարերի փափագը H 516-ից 517։ Տերը վշտանում է, տեսնելով, թե որքան ցածր են իրենց գնահատում իր հետևորդները։ Նա ուզում է, որ իր ընտրյալները գիտակցեն, թե ինչ գին է վճարվել իրենց համար։ Նրանք պետք են Աստծուն, այլապես նա չէր ուղարկի իր որդուն, որ այդքան մեծ զոհաբերության գնով փրկի նրանց։ Նա աշխատանք ունի նրանց համար, ուստի գոհանում է, երբ իրենից խնդրում են մեծամեծ բաներ, որպեսզի փառավորեն իր անունը, որպեսզի փառավորեն իր անունը, այլ ոչ թե իրենց։ Չեն խնդրում, Աստված ջան, ինձ այնքան փող տուր, որ ես Mercedes առնեմ, այն հարևաներիս աչքը ծակեմ, կամ Versace-ից ինչ առնեմ, կամ Gucci-ից ինչ առնեմ, չէ, ստեղ է դրա մասի խոսք չի, ստեղ բարի գործերի մասն է խոսքը, որոնք փառավորում են Աստծո անունը։ Կամ էլ այնքան փող տուր, որ ես կարողանամ Tesla քշեմ։ Մի խոսքով, նրանք մեծ բաներ կարող են ակնկալել, եթե հավատան նրա խոստումներին։ Բայց աղոթելով Քրիստոսի անունից նշանակում է, որ մենք պետք է ընդունենք նրա բնավորությունը, դրսևորենք նրա ոգին եւ կատարենք նրա գործերը։ Փրկչի տված խոստումը պայմանական է։ Եթե ինձ սիրում եք, ասում է նա, իմ պատվիրանները պահեք։ Նա մարդկանց փրկում է ոչ թե մեղքերի մեջ։ Նայեք, Աստծո սերը անպայմանական է, բայց խոստումը պայմաններ ունի։ Այսինքն այն անպայմանական սերը որն է ասում, որ
իր սերը հավասար է բոլորի համար, ինքը բոլորի համար հավասար հնարավորություն է տալիս փրկվելու, այսինքն դա է նշանակում, բայց խոստումը պայմանական է, այսինքն մենք գիտենք խոստումը ուխտը, որ դա պայմանագիր է, համաձայնագիր է, որ երկու կողմն էլ պիտի կատարեն, եթե մենք չենք կատարում, մենք չենք կարող հաղորդ լինել, Աստծո սիրուն, բայց այդ մասն էլ մենք մեր ուժերով չենք կատարում, այլ նորից ցանկությունը ու գործողությունը ասում է Աստված է ստեղծում դեր մեջ, երբ որ մենք ուզում ենք և դիմում ենք Աստծուն օգնության համար, իսկական հնազանդությունը ուրեմն եթե նա մարդկանց փրկում է ոչ թե մեղքերի մեջ, այլ մեղքերից և նրանք ովքեր սիրում են Աստծուն կհնազանդվեն նրան, իսկական հնազանդությունը բխում է սրտից, Քրիստոսի աշխատանքն էլ հենց սրտի հետ էր, ու եթե մենք չհակառակվենք, նա մեր մտքերն ու ձգտումներն այնպես կներդաշնակեցնի իր հետ, մեր սրտերն ու հոգիները այնպես կհամաձայնեցնի իր կամքին, որ հնազանդվելով նրան ընդամենը կարտահայտենք մեր ներքին մղումները։ Մեր հղկված ու սրբված կամքը հաճույքով կմասնակցի նրա ծառայությանը։ Այսինքն այնքան կփոխի մեզ Աստված, որ արդեն մեր միտքը լցված կլինի իր մտքերով, մեր սիրտը լցված կլինի իր ցանկություններով, եւ Աստծո կամքը կատարելը մեզ համար բնական կլինի, ոչ թե զոռով ստիպելով։ Երբ մենք օգտվելով մեզ տրված առավելությունից ճանաչում ենք Աստծուն, մեր կյանքը մշտական հնազանդության օրինակ է դառնում։ Աստված մեզ առավելություն է տվել իրեն ճանաչելու, օգտվենք այդ առավելությունից։ Քրիստոսի բնավորությունը ճիշտ ըմբռնելու եւ Աստծո հետ անդադար հաղորդակցվելու շնորհիվ մեղքը զզվելի կդառնա մեզ համար, ինչպես Քրիստոսի հետ անդադար շփվելու շնորհիվ։ Իսկ ինչպես ենք մենք շփվում Աստծո հետ, իր խոսքի միջոցով։ Աստված իր խոսքի միջոցով մեր հետ խոսում է եւ մենք աղոթքի միջոցով խոսում ենք իր հետ։ Եթե մենք հույսներս դրել ենք միայն քարոզ լսելու վրա, որ այս մարդիկ քարոզ են ասում, եւ Աստվածաշունչը բոլորին չենք բացում եւ չենք կարդում եւ չգիտենք այս մարդը ճիշտ է ասում, թե սխալ է ասում, որտեղ մարդը սխալական է։ Նա կարող է սխալ հասկանալ եւ սխալ մատուցել ձեզ։ Եվ իր ձևով մեկնաբանել Աստծո խոսքը, բայց մենք պետք է կարդանք Աստվածաշունչը եւ ընդունենք Աստծո խոսքի մեկնաբանություն, այլ ոչ թե մարդու։ Եվ այդ ժամանակ մենք կիմանանք մեր փրկության ինչպես ենք մենք փրկվում։ Թե չէ շատ մարդիկ կարան խաբեն։ Եվ պատասխանատվությունը մեր վրա է։ Մենք բոլորս էլ կարդալ գիտենք, մենք բոլորս էլ գրել գիտենք, բոլորս էլ կարող ենք ունենալ Աստվածաշունչ եւ կարող ենք բացել եւ կարդալ եւ մեր համար պարզել ճշմարտությունը եւ նաեւ լեզու բերան է մեզ տվել Աստված, որ աղոթենք իրեն եւ խոսենք իր հետ եւ խնդրենք իրանից եւ ստանանք եւ փառավորենք իրեն։ Թող Աստված մեզ օրհնի, շնորհակալ ենք Աստծուն այս բոլոր հոյակապ դասերի համար, թող Աստված այս դասերը գրի մեր սրտում, մեր մտքում, որպեսզի եւ մտորենք դրա մասին եւ իրագործենք մեր կյանքում Հիսուսի շնորհքով։ Թող Աստված օրհնի մեզ մյուս շաբաթվա յուրաքանչյուր օրվա մեջ, որ իր զավակները լինենք եւ իր անունը փառավորենք մեր կյանքով, գործերով, խոսքերով։ Եվ Աստծո ողորմության մինչև մյուս շաբաթ։